Բարի օր սիրելիներս, ողջունում եմ ձեզ, մեզ մոտ նոր օր է սկսվել, ու էլի ճիշտ արդեն կեսօր է և նոր վլոգ ենք սկսել, տեսակ մեզ մոտ լավ եղանակ կա այսօր, երեկոյան ցուրտ էր նույնիսկ կարելի ասել, այսօր դեռ լավ եղանակ կա, բայց կարա և խափուսիկ լինես լավ եղանակը։ Չգիտեմ կերևա թե չէ, այստեղ այս մեր տան դիմացի ծառերը ծաղկել են ու բաց մանուշակագույն ծաղիկներ վրան, տեսամ մոտիկ ասեմ կերևա թե չէ, երևում է, յասամանի նման է ու այնքան անուշ բուրում է, բայց իհարկե յասաման չի, բայց շատ սիրուն է, երբ որ ծաղկում է, այս ծաղիկները հեսա կթափվեն ու կմնա կանաչ ծառը միայն, ուղղակի որ ծաղիկները թափում են, հետևանքները շատ վատն են, իրանից հետո ինչ-որ չգիտեմ, կլոր գնդիկները ծառի վրա, տեսեք հնուց մնացած է, ինչ ծառա չգիտեմ, բայց որ ծաղկումը շատ գեղեցիկ է, ու անուշ ուրմունք ունի։ Այստեղ էլ տեսեք միասին ենք հիշում եք, այս ամանը փոխեցինք, այս չինական վարդի, կտրեցինք լավ այս ծառը, տեսեք, բայց ինքը արդեն կոկոններ ունի վրան, մեկ, մի հատ այն կողմում կա երկու, այստեղ էլ պետք է կոկոններ ոնց որ ունենա, ամենայն դեպս տեսեք, սա էլ այդ կտրված տեղից է, ինքը լավ արդեն աճում է, երկու հատ որ տեսնում եմ կոկոն, շատ սիրուն է, հիմա այս ծաղիկը կարող է մի շաբաթ այսպես մնա բացվի մեկ օր, առավելագույնը 2 օր ու միանգամից թորոմում է, շատ եմ սիրում այս ծաղիկը, որ այսօր գեղեցկությունից եմ սկսել, ուզում եմ այսա էլ ցույց տամ ձեզ, անունը չեմ հիշում, ամեն անգամ դուք գրում եք, ես չեմ կարողանում և նույնը հիշեմ այս ծաղկի անունը, բայց շատ սիրուն է, շատ, այս էլ մեր այսօրվա գեղեցկությունը ժողովուրդ, այսօր բլոգը սկսեցի գեղեցկությամբ, իսկ անցնենք խոհանոց, իմ սկիսոր մայրիկը այսօր պատրաստում է շատ համեղ ու գեղեցիկ ուտեստ, աջարական խաչապուրիա, պատրաստում իրա տարբերակով, հիմա տեսնենք որն է իրա տարբերակը, իմ սկիսուր մայրիկը ձեզ ողջունում է, տեսակ ողջունեց ու պատրաստում է, մամի չես պատրաստում, աջարական խաչապուրիա, հա իմ ջալոցը Անայի ջան գրել էր, սկիսուրդ չի գնացել, ձեր վլոգներում չէ, դեռ չի գնացել, դեռ մեզ մոտ է, հիմա անկեղծ ես ուրիշ կերպ եմ պատրաստում, իմ սկիսուրը պատրաստում է շատ հասարակ կերպ, տարբերակ, որը որ կալորիան շատ չի բարձրանում, հա, ասում է երբ որ ես կաթ եմ ավելացնում, ձու եմ ավելացնում, ասում է երբ որ այդ ավելացնում ես կալորիան ավելի է բարձրանում, առանց էլ ինքը կալորիայով, առանց էլ կալորիայով, ինքը պատրաստում է հասարակ, հացի խմոր, այո, հասարակ հացի խմորով է պատրաստում, հետաքրքիր է, իհարկե խմորիչը, ալյուրը, ու ինչ մամ, աղ, մի քիչ պեսոկ, աղը, մի քիչ ձետ, հա, բուսայուղ ավելացնելու և սա է տնենք էստեղ ու խմորիչը ասի, ու ջուր, գոլ ջուր թե տակ, գոլ ջուր ավելացնելու, ես ձեզ անկեղծ կասեմ, համեղեր ստասվենց է, ոչ էր համեղ ալինելու, աջարակող խաչապուրին բնական է, որ համեղ ալինելու դա կատակ էր, վրա դրես պանիրը համով կլնի, չէ դա կատակ էր իհարկե, եթե այս կյանքում մի փոքր կատակ չանենք, ժողովուրդ պատկերացնում եք մեր կյանքը ինչ անհետաքրքիր ու դառը կլինի, տխուր, ես շատ եմ սիրում կատակներ, այո, իմ սկիսուրն էլ է սիրում, իմ ամուսնուն ենք, բոլորս սիրում ենք կատակներ, մենք միշտ, ման փոքր չի ամանդ, միշտ, եսի ամենամեծը չի, չէ, մեծը կար, ես կտամ,
Միշտ կատակներ ենք անում, չգիտեմ, հասկանում են, թե չէ մեր մշտական հետևորդները, ովքեր մեզ արդեն ճանաչում են, դարձել են մեր ընկերները, հաստատ, այո, մեր հարազատները հաստատ հասկանում են։ Մի վլոգում, չգիտեմ, կհիշեք երևի, որ կակաշներ էինք նայում, հետո դրանից հետո գնացինք մեր կադոնը, կակոն կատակով, ժողովուրդ, ասեց կակաչի տեղը, կակաչը լավը չէր իհարկե, իմ ամուսինը միշտ ինձ ծաղիկներ ա գնում, պարտադիր չի տոն լինի, կամ ինչ-որ առիթ լինի, ասեց կակաչի տեղը յոգուրտ, կատակ էր դա, ու չգիտեմ մի հետևորդուհի անկեղծ առաջին անգամ էր, ու ուզում եմ պատասխանեմ այդ հետևորդուհուն, գրել էր կակաչի տեղը, ասում է կակաչի տեղը յոգուրտ, եթե դուք հասկացել եք, որ դա կատակ էր, շնորհակալություն։ Հիմա շարունակում ենք մեր, դա թեմայից դուրս էր, փոխեցինք այս տեղամանը, ինչպես տեսնում եք արդեն, ավելացնում ենք, մամ, ինչ ես ավելացնում, աղը, այսեղ մի կիլո ալյուրա, մի կիլո ալյուր, տեսակ մաղի միջոցով անցկացնում էր ինձ կիսուրը, ու մի կտալ պեսոք, ճաշի չէ, երևի թեյի գթալող ճաշի կեսը, մի քիչ լիքը, այստեղ բուսայուղ ավելացնում, 2-3 գթալ, 3 ճաշի գթալ, ջուրը, խմորի չէ երբ ես ավելացնում, հիմա ավելացնում, ես ուրիշ կերպ եմ պատրաստվում, տեսեք ամեն մեկը մի տարբերակ ունի իր պատրաստման, դրա համար սա իմ սկիսուրի պատրաստման տարբերակն է, մեզ մոտ թարմ խմորիչ է, հիմա ասեմ ինչքան է, 25 գրամ է խմորիչը, էլ ակտիվացնելու կարիք չկա, քանի որ ինքը արդեն ակտիվ է, այս խմորիչը, մի քիչ կսպասենք ու սկսենք ունցել, ինչքան մամ, մոտ 2 րոպե, 2 րոպե ինքա որ խմորիչ ակտիվանա, այսի արդեն ակտիվ են, փոշիները չի, նեկարանք ունցենք, ու ձեռքերով, ես սիրում եմ ձեռքերով աշխատել խմորի հետ, որովհետև անմիջապես զգում ես, ինքն էլ քեզ ազգում, ու հաստատ ձեռքերը ավելի մաքուր են ժողովրդյան, քան ձեռնոցները, իհարկե, որովհետև խոհանոցում լինելով ու չլվացվեմ, դա անհնարին է, 2 րոպեն մեկ, ամբողջ օրը ձեռքերներս ջրի մեջ է, այո, ու տեսակ ջուրը քիչ-քիչ լցնում է ու հնցում է, դեռ շուտ է, չէ, հա, պետք է հասունանա, մոռացել էի, դա պետք է հասունանա, դեռ մոռացել էի, ահա, մենք դեռ, ոչ իմ սկիցուրը, դեռ շարունակում եմ խմորը հունցել, Այսա տեսնենք ինչ ձևի խմորը։ Ինչպես գիտեք, պետք է մի քիչ էլ ալյուր չես օգտագործում։ Մի կիլոն ու բավական էր։ Ես ընդեմ մի բջուր տուփել ունեի, հանել եմ։ Ասեցի կարող է պատահի նետի բացելու համար երևի օգտագործենք։ Երկրներս ձեթողում ենք։ Նույն հունցում, որ խմորը ներցնի ամեն ինչը։ Ուզում ես սեղանի վրա։ Հա։ Ես մի հատ սպասեք, ես իմ սկիզբին օգնեմ։ Ահա, այստեղ աշխատասեղանը մի փոքր բուսայուղ արեցինք։ Հա, որպեսզի հեշտ լինի հունցելը, որովհետև սեղանի վրա ավելի հեշտ է հունցելը, քան ամանի մեջ։ Հա, իհարկե։ Իմ սկիզբն էլ է սիրում խմորի հետ աշխատել, ես էլ եմ սիրում ժողովուրդ, ես հանգստանում եմ խմորի հետ աշխատելուց։ Մի քանի օր որ անցնում է,
Սկսում եմ մի բան հորինել, որ խմորի հետ խաղում։ Բեր, աման։ Ահա, դնում ենք հենց նույն ամանի մեջ, մի հատ կտրակով թակում ենք, մի հատ էլ վրայից թակում ենք սրբիչը ու թողնում ենք, որպեսզի հասունանա։ Քանի որ հիմա եղանակը տաք է, երևի 1 ժամում էլ կհասունանա արդեն։ Երբ կհասունանա։ Երբ կհասունանա, այն ժամանակ էլ կշարունակի։ Ռազել բան չունի։ Չունենք, չէ։ Իսկ մինչ խմորը կհասունանա, ես այստեղ իհարկե հիմա կմաքրեմ, կհավաքեմ, սուրճ կդնեմ, իմ սկիսուրի հետ կվայելենք, կսրճենք մենք, միրգ կվայելենք, մինչև խմորը կհասունանա։ Ու սկսենք միջուկը պատրաստել։ Հա, ու կսկսենք հետո միջուկը կպատրաստենք, մինչև խմորը կհասունանա, ժողովուրդ ջան։ Դե կհանդիպենք Համոր հանդիպում։ մինչ նոր հանդիպում, ինչպես իմ սկիսուրն ասեց։ Կհանդիպենք, երբ արդեն խմորը կհասունանա։ Ահա, ժողովուրդ ջան, այստեղ արդեն հասունացել է խմորը, բարձրացել է։ Ահա, այստեղ սեղանը նորից մի փոքր, Շատ փոքր, հա, շատ քիչ բուսայով ենք անում ու խմորը Չնայած հիմա թողում ենք 15 րոպե։ հա, տակո վրա արեցինք, թողում ենք։ Հենց սեղանի վրա ես թողնում եմ։ Հա, կարանք թողենք։ Այս ասած կարաս հենց վրան էլ փակես։ Հա, թող մի քիչ էլ վրա բերեմ։ Ասեք իր ջուրը ես վերցնեմ։ Հա, դու իմացար չէ ինչքան ջուր է գնում։ Մոտավորապես 800 հա, մոտավորապես 8-ից 800 գրամ։ 7-ից 800 գրամ։ Թողնում ենք 15 րոպե նորից։ Մինչև այդ մենք կպատրաստենք պանիրը, ուզում ենք այստեղ խառնուրդ անել, ունենք մոցարելաներ, մոցարելա, մի փոքր ֆետա կօգտագործենք հետը, այս կազում միացրեցի, մի փոքր ֆետա, մեկ էլ մի տեսակ էլ պանիր, ընդհանրապես պատրաստում են սուլուգունիով, բայց մենք որ այս պահին չունենք սուլուգունի, հալվող պանիրով ենք օգտագործում, չգիտեմ սա ինչա կոչվում, իսկ թվում է սա հալվող պանիր է, փափուկ պանիր է ամեն դեպքում, այս պանիրը մի փոքր կօգտագործենք, մոցարելա եւ ֆետա, այստեղ ամալի դեպ խառնում ենք մոցարելան, արդեն կետված պատրաստ է մեր մոցարելան, ամեն մեկը 200 գրամ մոցարելա, արդեն այս ցանկության պանիրը ով ինչքան ցանկանում, մեկը շատ, մեկը քիչ, այստեղ, սա ֆետայի նման պանիր է, ես տախտակտան վրենք երես, թե Բերենք կերեմ։ վրեն, Հա, բան էլ չկա, վրաս կերվելու է։ այստեղ Քանի որ մոցարելան անալի է, մի փոքր սրանից ենք խառնում, որ ավելի համեղ է այդպես ստացվում։ Քանի պանիր կարաս խառնես հետը։ Այստեղ միայն խառնեցինք մոցարելան եւ ֆետայի նման պանիր է դա։ Առայժմ այն մյուսը չխառնեցինք, որովհետև բավականին շատ կա արդեն։ Հա, շատ է դրա համար։ Հա, Թե չէ։ դա էլ է հալվող պանիրը։ Հա, հեսա տամ։ Ահա, այստեղ փոքր գնդերի ենք կտրատում ենք, որ գնդերի բաժանենք։ Այս արդեն փուչիկներ է դա։ Հա։ Ուզում ես այս կողմից այս աղը բանը հավաքեմ, որ քեզ Չէ, ես չի խանգարում։ Չի խանգարում։ Չէ։ Չի խանգարում։ Ահա, այստեղ արդեն այսպես գնդերի ենք բաժանել, վրա ծածկել ենք, որ չչորանա ու առաջին գունդը բացում ենք։
Հացում ենք ջեռոցը արդեն միացրել եմ, քանի աստիճան մամ, 140 180-ից Հա, 190 գազ կա, որ աստիճան։ 200-ի տա։ Կախված է ձեր ջեռոցի ուժգնությունից, իպրկեմ, ավելի լավ այսի վերցնեմ, չխանգարվի։ Այստեղ բացում ենք։ Չխանգարում։ Հա, բխպճակներ է դալիս, ճիշտ է, խմորը։ Լավ բարձրացել էր, հավես խմորը։ Այստեղ արդեն համարյա թե բացված է։ Մանիրը տամ։ Կեսրերով պանիրն ենք իհարկե դնում։ Ուղերով սիրում շարում ես։ Մարդկա շուռը տալիս ենյանից բացում։ Ճիշտ է, ես էլ եմ տեսել, բայց դու ոնց հասկացա ծալում ես։ Հա, իմ տարբերակը էս է։ Ամեն մեկը յուրովի է պատրաստում, բոլորս է գիտենք պատրաստելու, բայց սա իմ սկիզբի տարբերակն է։ Ես էլ եմ տեսել, որ շուռ են տալիս, մյուս կողմից մի փոքր կտրվածք են անում։ Ես էլ եմ մեկ-մեկ սենց եմ անում, հիմնականում այս տարբերակով եմ ես էլ անում։ Ճիշտ է էս տարբերակն։ Հա։ Փոքր սիրունացնում ենք ու պանիրը դնում ենք մեջը։ Վերջ, առաջինը պատրաստ է, գրեթե պատրաստ է։ Հա, ջեռոց առաջ դնելուց ձու ենք անպայման ձու ենք քսում ու դնում ենք ջեռոցը։ Հենց որ կարմրում է, արդեն անում ենք ձուն ջարդում ենք վրեն ու թողում ենք նորից կարմրումը։ Այո, հիմա ես ջեռոցը պատրաստ եմ, հիմա յուղաթուղթ դնում ամանի մեջ։ Հա, բեր։ Այս մեկը արդեն ամանի մեջ եմ երեմ, հիմա եսն է բացում։ Հոյակապ խմորը ստացվել։ Հոյակապ խմորը ստացվել է սման բխպճակները։ Այո։ Նույն կերպ էլ բացում ենք երկրորդ խմորը ժողովուրդ ջան։ Այդ ուզում ես մեջը կա, հալյորի մեջ, դու լավ ոչի սա, Հա, մեզ պետք է մեկ արուդը, ոնց հասկանում եմ, այդ թուղթը կեզ խանգարում էր, շատ է խանգարում, ձեռքի տակ էր, Հիմա երկրորդի պանիրն ենք դնում, նույն կերպ իհարկե, փորձել ես, բայց հակառակ տենց անես, որ հետևի կողմից կտրված կանես, թե չես փորձել։ Են երկուսը տենց կանենք։ Հետել իմ խաթեր։ Հա, հետևորդների խաթեր։ Պաները իշքան շատ են Համուվար ինում բնականաբար։ Պանիր դա համ տալիս խմորին։ Հաց պանիր։ Ամեն մի ժողովուրդը մի տեսակ։ Այո։ Պանիրը վերցրեցի պետք էր էլի։
լավ է մեծ ես անում, հա։ Նայած գունդը կարող որ մի քիչ։ Ոնց որ ասում շուտ վերջացրեցնես, հա, մեծ անում ես։ Չէ, ընդհանրապես 6 հատ է ստացվում մի կիլոից միշտ դից այդպես է։ Վերջ հիմա մյուսն ենք դնում ջեռոցի ամանի մեջ, հմտորեն եւ վարպետորեն։ Այս երկուսը հազիվ տեղավորվեց։ Հիմա ջրի դեղնուց, չէ՞։ Դեղնուցը գցում ենք այս եզրերին ու դնում ենք ջեռոցը։ Բայց ես սպիտակուցը մեջն եմ կոտրում, գիտես, չէ՞։ Հիմա թե հետո։ Կարանք հետո էլ։ Ոնց դու անում ես քո պատրաստած։ Որովհետև ափսոս է սպիտակուց թափում։ Հա, բնականաբար։ Հա։ Ափսոս է բնականաբար։ Խոսքով ոնց դու այս պատրաստում ես, նույնն էլ հիմա բերեմ հիմա ծուն։ Լացում, չգիտեմ ինչի համար։ Դպրոցից վերցնելու ժամն է երեխեքի։ Սա բնականաբար եզրերին, ինչպես ասեցի, ջեռոցը արդեն միացրել եմ 190-ից 200 աստիճան։ Ահա, այստեղ արդեն պատրաստեցինք, որպեսզի ուղարկենք ջեռոց, կարմրելուց հետո կհանենք ձու կկոտրենք, էլի կուղարկենք ջեռոց, ու արդեն պատրաստ կլինի ջեռական խաչապուրին։ Հիմա սա ուղարկում ենք ջեռոց։ Ահա, այսպես պատրաստում ենք, ոնց որ արդեն մի քիչ հմտացել։ Բայց որ նկարում եմ, ավելի լարված է լինում իմ սկիսուրը։ Էլ այդ բուզուկների։ Պճակները։ Պճակները։ Բուզուկ եմ ասում։ Այսպես պատրաստենք, կդնենք սարցախցիկ։ Հետ եղած ժամանակ արդեն կունենանք։ Որոշեցինք այս 4 գումն էլ անենք դնենք սարսախցիկ, այստեղ որ հավաքենք, մաքրենք, չասեն, հնդի է, խոհանոց չի տեսեք, այ աստված իմ ժողովուրդ, ես յութուբյան ալիքը վարելուց, ճիշտ է, 99% շատ ուրախ եմ իմ հետևորդներից, որ այդքան լավն եք ժողովուրդ ջան, բայց մեկ պատահում են, չգիտեմ, ամեն տեսակի մարդ հանդիպեցի ես ես վարելուց, կյանքից դժգոհ մարդիկ, ճիշտ է։ Մենք այս 4 գունդը պատրաստենք մինչև ջեռոցինը պատրաստ կլինի, անից կհանդիպենք առանց ձեզ կանենք, որ շատ չձանձրացնենք ձեզ։ Այստեղ արդեն հանել ենք, մի փոքր բացում ենք, այս մի քիչ կարես նստացնես, որ ձուն պետք է կոտրենք։ Կոտրեցինք, ուղարկում ենք ջեռոց, 2 րոպե չէ, այնքան որ սպիտակուցը իբի։ Հա, ենք ուղարկում ջեռոց։ Այստեղ արդեն պատրաստ է, վերջին շտրիխներն ենք անում, կարակ
Ահա։ Կարան մենակ դեղնություն դնեն։ Ահա։ Սպիտակուցանը։ Քանի որ ափսոսա սպիտակուցը պիտի թափենք, մենք ենք ուտում, ինչա թո սպիտակուցը։ Ճիշտ է։ Ուզես ամա։ Չէ, հերիքա։ Տեղափոխենք այս ավիշամանի մեջ։ Ահա ժողովուրդ ջան, վերջնական տեսքը։ Կարակներ դրեցինք։ Վերջ, պատրաստ է մեր աջարական խաչապուրին, ինքան անուշ բորում, աչեք պատկերացնի։ Ահա։ Սիրելիներս, ինչպես տեսակ, պատրաստ է արդեն մեր աջարական խաչապուրին, որը պատրաստեց իմ սկիսուր մայրիկը։ Եվ ուզում եմ, տեսեք, ավարտել այսօրվա վլոգը, երևի մի փոքր կարճ վլոգ ստացվեց, թող ոչինչ, այս անգամ էլ այդպեսին լինի, ու ինչպես միշտ ցանկանում եմ, որպեսզի մնաք խաղաղ եւ բարյավ, լավ եղեք, առողջ եղեք, ստեսյուն, մինչև հաջորդ վլոգում կհանդիպենք սիրելիներս, ասում ենք ձեզ ստեսյուն ու պաչիկ ենք անում։